Այստեղից ահազանգեր էին հնչում կուտակումների վերաբերյալ։ Ուրեմն ջան, առավոտից Ցույց կտա ընտրատեղամասը որն է, էլի այստեղ։ Հա, անի ջան, ուրեմն առավոտից իրավիճակը լարված է անցնում, ընտրատեղամասը մի քիչ այն կողմա, մենք հիմա դուրս ենք եկել շրջիկ, որ կուտակումները նկատենք։ Առավոտից արձանագրել ենք մի քանի հոգու ուղղորդողներ, որոնցից մեկը եղել է Պնդաճակատ Լևոն անունով մի քաղաքացի, Ջանով դրբով խնդրել ենք, հասկացրել ենք, հետևել ենք մի քանի մի 10-15 րոպե հետևել ենք, որ տեսնենք հանգարց այդ մարդուն սխալ չենք մոտիկանում, չէ, պարզվեց, որ այդ մարդը ինչ-որ առաքելություն ունի այստեղ կատարելու։ Մոտեցել ենք, հորդորել ենք, խնդրել ենք, եղբայր հեռացի քո ներկայությամբ այստեղ քաղաքացիները հանձնաժողովի մյուս անդամները եւ վստահվածանցիկ մտավախություն ունեն ուղղորդման։ Դե մենք գիտենք, որ դա արդեն ուղղորդման նպատակ էր, բայց քանի որ նրան ուզեցանք հանգիստ ձևով ասենք, Պնդաճակատորեն չէր ուզում հեռանալ։ Ստիպված եղանք ոստիկանների դիմենք։ Ոստիկաններից մեկ քանիսը հրաժարվեցին մեզ օգնել, ասացին, թե 50 մետրից ավել մենք իրավունք չունենք գործառույթ իրականացնենք։ Եղբայր, ասին չես անում, ցավը տանեմ։ Քո գյուղն է, իմ գյուղը չի, որ կեղտոտում է։ Սա անելու բանը կոֆեի ամանը շպրտում ես գետի մեջ։ Քո գյուղն է, ցավը տամ, իմ էլ հայրենիքն է, իմ սիրտը ցավում է, դու ստեղ ապրում ես, քո սիրտը չի ցավում։ Էս են, սա է մեր հայրենիքը, սա է Նիկոլի Հայաստանը, սա է։ Ուրեմն առավոտից խնդրեցին, ոստիկանները սկզբից որոշեցին, որ չեն մոտենալու, հետո որ զգուշացրեցին, որ ներքին անվտանգություն կհազանգեմ եւ առավոտյան այս իրավիճակը անպայման կհանդնեմ համապատասխան պատկան